4 զինծառայողի մահ 2 ամսում խաղաղ պայմաններում։ Պաշտպանության նախարարությունը այս ողբերգություններից 3-ի մասին է հայտնել։ Հունվարի 14-ին մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Վահան Պետրոսյանը, Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան։ Փետրվարի 7-ին պայմանագրային զինծառայող 22-ամյա Դավիթ Մանուկյանի մարմինն է հայտնաբերվել։ Փետրվարի 26-ին 19-ամյա Նարեկ Հակոբյանն է հրազենային մահացու վիրավորում ստացել։ Փետրվարի 21-ին Սևանում սահմռկեցուցիչ դանակահարության զոհ դարձած 19-ամյա Արամ Խաչատրյանի կորստի մասին Պաշտպանության նախարարությունը չի հայտնել։ Նա սպանվել է Զորամասից դուրս։ 34 զինծառայող է մահացել անցած տարի։ 44%-ը պայմանագրային, որ վիճակը շտկելու համար կառավարությունը ոչինչ չի արել, երևում է այս տարվա հունվար-փետրվարի մահվան վիճակագրությունից, ասում է իրավապաշտպանը։ Ոչ պաշտպանության նախարարը, ոչ այս երկրի կառավարության ղեկավարը ոչ մի բան չարեցին, որ բանակում փոխվի իրավիճակը։ Ալեքսանյանը նկատում է պետության քար անտարբերությունը զոհերի մասին հայտնելիս։ Հատկապես վարչապետն է սիրում հայտարարել՝ խաղաղության պայմաններում սահմանին զոհ չենք ունեցել։ Առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Որ ասում են սահմանին մենք զոհ չունենք։ Այդ առաջին հերթին ցույց է տալիս իրենց անտարբերությունը բացարձակապես, թե ինչ է տեղի ունենում բանակի ներսում։ Այսինքն դրսում կրակոտ չի եղել, բան չի եղել, բա ներսում։ Բա ձեր բանակը այդ ինչ վիճակում է, որ 34 մահվան դեպք է արձանագրում, իսկ այս տարի արդեն 3-4 դեպքը։ Մանիպուլյացիան, այսպես ասեմ, մարդկանց ասելու, այ գիտեք, խաղաղությունը սահմանին չեն կրակում։ Բա ներսում, ով պետք է սրա մասին մտածի։